Ողջույն, Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Թեթանոսի հետի հերթական թողարկումն է եւ այս ոդքասթների համար նախատեսված տաղավարում աշխատելու եմ ես Գևորգ Ղազարյանը, ով ձեզ համար մի հատ հատուկ մեծ ու հետաքրքիր թեմա է պատրաստել, մի պահ լրիվ լուրջ ֆուտբոլ, տենց էլ մոռացեք։ Այդ թեման վազքի մասին է, այն շատ հետաքրքիր մի նորություն է, որը ուղղակիորեն հնարավոր է ձեր տեսադաշտից սպրտել է, տենց դուք չեք նկատել, բայց համաշխարհային սպորտի համար եւ ոչ միայն, գիտեք, մենակ սպորտի տեսանկյունից չէ, որ այն հետաքրքիր է լինելու, այն բազմաթիվ էական փոփոխություններ է պատրաստել ու առհասարակ երևի չեմ սխալվի, եթե ասեմ, որ ըստ էության մարդ Արարածին գնահատելու մի նոր չափորոշիչ է հայտնվել համաշխարհային սպորտում եւ ոչ միայն, եւ դրանից դուրս։ Եվ այդ գործոնի մասին մենք խոսելու ենք մանրամասն, ես կփորձեմ բացատրել եւ հիմնավորել ինչու է դա էական ու կարեւոր, իսկ դրանից հետո արդեն կվերադառնանք ֆուտբոլային աշխարհ եւ կքննարկենք նախորդ շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձությունները։ Լավ, ուրեմն վազքը մեր եթերում այնպես չէ որ նորություն է։ Պարբերաբար գոնե ամեն երկու շաբաթը մեկ մենք անդրադառնում ենք որևէ էական միջազգային իրադարձության կամ այստեղ մեր մոտ տաղավարում լինում են մարդիկ, ով վազքի սիրահարներ են, սիրողական լինի, պրոֆեսիոնալ լինի, խոսում են դրա նպատակների մասին, այն ամենի մասին, թե ինչ կարող է տալ մարդուն ատլետիկան եւ հատկապես վազքը։ Իսկ կոնկրետ այս շաբաթ, նախորդ շաբաթ, եթե ժամանակագրության հետ սեր ունեցողներ կան եւ ցանկանում են հասկանալ թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել, նախորդ շաբաթ հանգստյան օրերին մի բան տեղի ունեցավ, որը էականորեն փոխում է մարդկանց մասին մեր ընկալումները։ Դա մի համաշխարհային ռեկորդ է, որը գրանցվել է, կրկնում եմ, օրերս եւ այն լիովին փոխում է մեր ընկալումը, թե ինչի է ընդունակ առհասարակ մարդ Արարածը, եթե մենք նրան որպես ինդիվիդուում առանձին վերցնում ենք եւ սկսում մարզել ինչ որ նպատակով, հատկապես այնպիսի բազային մի նպատակով, ինչպիսին է վազքը։ Իսկ մարդը որպես Արարած, կենթանի մարդով, որ շարժվում է բնության մեջ, մի բազային ֆունկցիա ունի, դա քայլելն ու վազելն է, որը նրան բնորոշ է, նաեւ որպես եթե Վիկիպեդիայի սահմանում լիներ, հա, հետապնդող դարանակալող կենթանու, ապա մարդը հենց այդպիսին է։ Եվ հիմա այդ բազային մի առանձնահատուկ ռեկորդի մասին ես փորձեմ ձեզ խոսալ եւ մանրամասները ներկայացնել։ Ուրեմն, տարիներ առաջ 2019 թվականին ապրում արարում էր համաշխարհային վազքում, հատկապես մարաթոնյան վազքում մի քենիացի վազորդ Էլիուդ Կիպչոգեն, որ իր արչև մի հատ շատ ֆունդամենտալ մեծ գաղափար էր դրել, որովհետև 2000-ականներից մարդիկ եւ ատլետիկայի սիրահարները քննարկում էին առհասարակ հնարավոր է մարաթոնյան մրցատարածությունը 42 կիլոմետրը վազել ավելի արագ, քան 2 ժամում։ Եվ հիմա երբ սկսում էին հերթական ռեկորդները գրանցել, այնտեղ 2 ժամ 10 րոպե, 9 րոպե, 8 րոպե, 7, 6, 5, 4, 3, 2 արդեն անգամ 1, 2 ժամ 1 րոպե, հա, ավելի էական դարձավ այդ հարցը։ Իրոք հիմա հնարավոր է, թե չէ, ավելի արագ, քան 2 ժամում։ Համաշխարհային ռեկորդը հել է հասել է այսքան մոտ 2 ժամին։ Մի քանի անգամ, մասնավորապես 2 անգամ, մեկ Nike ընկերության հետ միատել վառելիք արտադրող հետո արդեն Eneos ընկերության հետ համատեղ մի միտք առաջացավ, առաջինը 2018 թվականին Discovery-ն էլ նկարում էր, այդ փորձը վերցրեցին համաշխարհային ատլետիկայի 3 ամենաուժեղ վազորդներին, ասացին ձեր այդ կես տարի պարապում ենք ու գնում ենք, եթե չեմ սխալվում, Մոնցայի տրեկի վրա, Ֆորմուլա 1-ի, վազենք այդ տարածքը, ընդհանուր առմամբ 42 կիլոմետր, եւ տեսնենք այդուհանդերձ հատուկ պայմաններում, հատուկ եղանակային պայմաններում, հենց դրա համար մարզումային ծրագիր գծված այդ պլանին հետևած իրականությունում բոլոր գիտական վերջին նորարարությունները, եթե մենք օգտագործենք, այդ թվում եւ դիմացից մարդիկ վազեն, որոնք որ կմինիմալի կհասցնեն քամ ու ներազդեցությունը, այնտեղ մեքենա գնա եւ մարդիկ վիզուալ տեսնեն, որ հենց այդ մեքենայի արագությամբ պետք է նրա հետևից վազենք ու
Իրա վրա էլ մեծ տենց ցուցանակ կա, ժամն է ցույց տալիս։ Ես անընդհատ կարիք չունեմ ձեռքից նայելու էլեկտրոնային ժամացույցին եւ այլն, կարճ ասած, հետեւում են նրա ոտքի հարվածներին, նրա մարմնի դիրքին, արդյոք ուժերը համապատասխան է ծախսում եւ վերջի վերջո այդ ամեն գործողություն, որը շուրջ վազքի հետ է կապված, եթե բերվեն լավագույն արդյունավետ մինիմալի մաքսիմալի ավելի ճիշտ հնարավոր կլինի դա որպես պայման թելադրի մարզիկին, որպեսզի նա կարողանա արդեն մենտալ տրամադրվել եւ այդ սաբ 2 ժամ արդյունքը գրանցել։ Առաջին փորձը անհաջող էր, հետո արդեն հասկացան, որ ամենամոտը դրան Էլիոտ Կիփչոգեն էր, նա էլ հաջորդ տարի 2019-ին կրկին փորձեց արդեն Վիեննայի փողոցներից մեկում գնալ գալով, հսկայական այգի է, բաց տարածք, հավասար պայմաններ եւ այդ նույն վազորդները ուղեկցում էին նրա դիմացից, քամու գործոնը մինիմալ, օդի ջերմաստիճանը, ճնշում է կարճ ասած, հնարավոր իդեալական եղանակն ու պայմանները գտել էին։ Էլիոտ Կիփչոգեն վազեց, Էլիոտը անցավ մրցատարածությունը 1 ժամ 59 րոպե 40 վայրկյանում։ Ատլետիկայի համաշխարհային ասոցիացիան ասեց. «Եղբայր, օքեյ, ֆանտաստիկա, ողջունում ենք, ծափեր, բայց գրանցել սա որպես համաշխարհային ռեկորդ մենք չենք պատրաստվում։ Հիմա դուք ամեն ինչ արել եք, ընթացքում օգնելով նրան ուժերը վերականգնել։ Տո էլ նրա կողքից հեծանիվ էիք քշում ամեն րոպե կապի հետ էիք նրա հետ, ինչն է ցավում, ինչն է այսպես կամ այնպես, ինչի կարիք նա ունի, անընդհատ նա կարող է ջուր խմել, այլ ոչ թե համապատասխան կիլոմետրերի վրա բաշխված ինչ որ կետեր են, որտեղ որ սառույց կա, ջուր կա, որը բնորոշ է միջազգային մեյոր մրցաշարերին ու առհասարակ բոլոր նրանց այն մրցաշարերին, որտեղ որ նման իվենտներ կազմակերպվում են, հա։ Իհարկե, սա մեր կողմից հարգված մարզիկի կողմից ֆանտաստիկ արդյունք է, բայց եկեք սա չենք գրանցելու, որովհետև այս արդյունքը կամ նմանատիպ ինչ-որ արդյունք պետք է գրանցվի միջազգային հեղինակավոր ինչ-որ մրցաշարում, մրցակցային պայմաններում, այլ ոչ թե տենց իդեալական մարզիկի համար ստեղծված, բայց արհեստական պայմաններում։ Ինչ տեղի ունեցավ օրեր առաջ։ Լոնդոնի մարաթոնում, որը համաշխարհային մարաթոնների շարքում դա մեյոր մրցաշարերից մեկն է, Յոմիֆ Կելեյչյան անցավ մրցատարածությունը 1 ժամ 59 րոպե 41 վայրկյանում։ Կրկնում եմ, մրցակցային պայմաններում։ Ըստ էության նախորդ ոչ օֆիցիալ համաշխարհային ռեկորդից 1 վայրկյան ավելի կամաց։ Այդուհանդերձ, սա արդեն մրցակցային պայմանների մասին են եւ թվում է թե բան չի մնում, քան շնորհավորել Կելչային եւ ասել, որ իրոք նա համաշխարհային սպորտում գրանցեց մի բան, որը թվում էր տարիներ առաջ անհնարին։ Բայց արի ու տես, այն մարդը, որ տասնամյակներ շարունակ անհնարին թվացող թիվը գրանցեց մրցակցային պայմաններում, միայն երկրորդ արդյունքն է գրանցել։ Քանի որ Սեբաստիան Սավեն մրցատարածությունը անցել էր 1 ժամ 59 րոպե 30 վայրկյանում։ Ինչ ասա նշանակում, որ մեկ մրցաշարի ընթացքում 2 մարզիկ անցել է մրցատարածությունը գրանցելով համաշխարհային ռեկորդ եւ ոչ միայն նա անգամ գրանցել է սաբ 2 ժամ արդյունք, որը նախկինում թվում էր անհնարին։ Մարդիկ գլուխ էին ջարդում, արդյոք մարդը ֆիզիկապես, նրա սիրտը, նրա թոքերը, ամբողջ մարմինը մկանային ոսկրային համակարգը կարող է նման ծանրաբեռնվածություն իր վրա վերցնել։ 2 ժամ, փաստացի 2 ժամ դու տքնում ես, գնում ես 21.5 կմ/ժ արագությամբ, հավատացնում եմ, եթե դուք վազքուղյակի վրա նման արագություն դնեք, ես ռեալ ասում եմ ձեզ, նախ եւ առաջ ձեր առողջության համար դա վտանգավոր է եւ հնարավոր է դուք անգամ 200-300 մետր չձգեք։ Այստեղ խոսքը 42 կիլոմետրի մասին է։ Փաստացի Էլիոտ Կիփչոգեի այս ցուցանիշը մենք արդեն ջնջում ենք, մենք ունենք 2 արդյունք, Սեբաստիան Սավեի գրանցած եւ Յոմիֆ Կելեյչյանի,
որոնք որ սահմանում են երկուսով նույն մրցաշարի ընթացքում մեկ բան, այն է մարդու հնարավորությունները իրապես անսահման են։ Բիոմեխանիկայի տեսանկյունից անգամ դժվարանում են բացատրել, թե որքան ընկալումներ է փոխում։ Միաժամանակ այս գրանցած արդյունքը հետևանք է ներկայիս գիտական մտքի զարգացման, քանի որ հիմա արդեն մարզիկները մարզվում են ոչ թե պարզապես սարքերի վրա անելով հնարավորինս ճիշտ վարժություններ, հիմա արդեն այն բարձրացել է գիտական այնպիսի մակարդակի, երբ ինդիվիդուալ ամեն մարզիկի համար ընտրվում է այն ճիշտ սննդակարգը, հաշվի առնում նրա բիոլոգիական առանձնահատկությունները, այն թե ինչ է ինքը լավ մարսում, վատ մարսում, որն է նրան ավելի շատ օգնում, ինչքան պետք է ջուր խմի, եւ այլն եւ այլն։ Կարճ ասած, միլիոնավոր գործոնների հաշվարկը հենց թույլ է տվել գիտությանը սպորտում նման արդյունք գրանցել։ Պլյուս դրանից բացի պետք է հաշվի առնել, որ հիմա արդեն էականորեն փոխվել է մարզակոշիկների դիզայնը, իսկ հասկանում եք հենացածքային այնպիսի վարժությունում, ինչպիսին վազքն է, մարզակոշիկը էական ազդեցություն ունի։ Եվ Adidas ընկերության մարզակոշիկներով էր վազում համենայն դեպս առաջին հորիզոնականը գրաված Սեբաստիան Սավեն։ Ըստ էության դա նրանց համար դերևս լավագույն գովազդն է, որը հնարավոր է վազքի ատլետիկայի աշխարհում ունենալ։ Փաստացի առաջին մարդը, ով կարողացավ պաշտոնական մրցաշարում նման արդյունք գրանցել, նա արեց դա այդ ընկերության մարզակոշիկներով։ Այստեղ մի լեգենդար երրորդ գործոնը կա, Ջեյկոբ Կիպլիմոն գրավեց երրորդ տեղը եւ նա գրանցեց այդ արդյունքը հատելով եզրագիծը 2 ժամ 28 վայրկյանում։ Որպեսզի ընկալեք, թե ինչքան բացառիկ է այս առաջին եռյակը, ասեմ, որ փաստացի այս 3 արդյունքներն էլ նախկին համաշխարհային ռեկորդի համեմատությամբ գերազանցում են նույն այլ ռեկորդը։ Այսինքն առաջին 3 հորիզոնականները համաշխարհային նոր ռեկորդներ են եւ որոնցից երկուսը փաստացի չեն ապահովել տվյալ մարզիկին նվաճել առաջին հորիզոնականը, կանգնել պոդիումի առաջին տեղում։ Իհարկե, սա ֆանտաստիկ նորություն է, քանի որ մեկ մարզիկի մասին չէ խոսքը, անգամ երկուսի մասին չէ, կարելի է սահմանել, որ սա 3 մարզիկների մասին է խոսքը, 28 վայրկյանը իրապես հնարավոր էր կրճատել, հասցնել, հավատացած եմ, որ դա այն սահմանագիծն է, որը թույլ է տալիս մարզիկին մտածել, որ հաջորդ վազքի ժամանակ նույն Ջեյկոբ Կիպլիմոն փորձի իր համար նշաձող սահմանել եւ անցնել, գրանցել նույնպես պաշտոնական մրցաշարերում լինել երրորդը, ով սաբ 2 ժամի արդյունք է գրանցել, դա կլինի արդեն իր համար անհատական նվաճում, իհարկե նաեւ համաշխարհային սպորտում ցույց կտա, որ հետևողական աշխատանքը եւ պարտաճանաչությունը թույլ են տալիս, որ մարզիկները տևական ժամանակ պերմանենտ գրանցեն նման անհնարին թվացող արդյունք։ Ինչ է տալիս սա համաշխարհային սպորտին, ես որոշակի բաներ արդեն ասացի, եւ որպեսզի ավելի էական լինի ընկալումը իրավիճակի, ասեմ, որ մարզակոշիկներ արտադրող ընկերությունները, որոնք որ արդեն այս մրցավազքին տասնամյակներ շարունակ ինչ մասնակցում են, իրավունք են ստանում այս արդյունքը նրանց իրավունք է վերապահում, խոսելու, որ նրանք որոշակի շատ լուրջ տոկոսային հարաբերակցությամբ մասնակցություն ունեն այս արդյունքի գրանցման գործում եւ այն, որ իրենց նվաճումները, գիտական նորարարությունները, ռետինե, ծածկի որակը, մատերիալը, նրա ռելիեֆայնությունը կամ չռելիեֆայնությունը, թե ինչից է պատրաստված եւ ինչպես է այն ձգվում ոտնաթաթի շուրջ, լուրջ արդյունքներ են տալիս, ըստ էության դա հավատացնում եմ ազդելու է առհասարակ մարզակոշիկների արտադրության վրա։ Էլ չեմ խոսում, կրկնվեմ նախորդ թեմաներից մեկը, որ բիոլոգիական այդ եւ բիոմեխանիկայի տեսանկյունից արդեն նոր հարցեր են առաջանում, իսկ եթե սա այս արդյունքը հնարավոր է, որքան ավելի արագ կարող է մարդը վազել եւ որն է սահմանագիծը, որից հետո արդեն առաջանում են էական հարցեր ու խնդիրներ, արդյոք նա որպես
կենսաբանական էակ այդ մրցաշարը կարողանա առանց իր առողջության համար հաղթահարել, թե այդուհանդերձ կա մի սահմանագիծ, որից հետո արդեն դա լրջորեն վտանգում է նրա առողջությունը։ Ըստ էության նաև հաշվի առնելով այն միջին սրտի բաբախելու արագությունը, որը գրանցել է Սեբաստիան Սավեն, հասկանում ես, որ չէ, սա առավելագույնը չէ, նա կարող է ել ավելի արագ գնալ։ Այստեղ թերևս հաջորդ հարցը դա կանանց մրցապայքարում գրանցելիք համանման արդյունքն է։ Այ կանանց պայքարում, որքան էլ այս նույն մրցաշարի ընթացքում Լոնդոնի մարաթոնի ընթացքում գրանցվեց նաև կանանց մարաթոնյան վազքի ռեկորդը 2 ժամ 15 րոպե ինչ որ վայրկյաններ, բայց այստեղ արդեն հասկանում եք այդ տարբերությունը բավական մեծ է, 15 րոպեի մասին է խոսքը, թերևս վազքի աշխարհում հետաքրքիր կլինի տեսնել արդյոք որևէ մեկը կանանց ատլետիկայի մարզաշխարհից կկարողանա իր առջև համանման խնդիր դնել գալիք 5-10 տարիների ընթացքում։ Ես վստահ եմ, որ ապագայում գիտությունը ունակ կլինի իր առջև իրապես նման թվացial անհնարին խնդիրներ դնել, քանի որ տեսնում ենք, կրկնում եմ, արդեն տասնամյակներ վերջին տարիների ընթացքում դա քննարկման առարկա էր տղամարդկանց մարաթոնում եւ արդեն մենք պաշտոնապես ես կծալեմ, մենակ թողնեմ այդ թիվը, սա արդեն պաշտոնապես աշխարհի լավագույն արդյունքն է։ 1 ժամ 59 րոպե 30 վայրկյան։ Դե ինձ էլ որպես մարդով վազք սիրում եմ, մնում է սա երազանքի ցուցանիշ ապացույց, որ կարելի է ավելին, որպեսզի ես էլ հասկանամ իմ առավելագույնը ինչքանն է, ոչ թե մարաթոնյան վազքում, այլ գոնե կիսամարաթոնում։ Դա գոնե իմ նպատակը նվազագույնը ես ինքս իմ առջև դա եմ սահմանել։ Այսքանը վազքի աշխարհից, հաջորդիվ ֆուտբոլի մասին նորություններն են։ Վազելով եկանք հասանք հայկական ֆուտբոլային իրականություն, իսկ Fastex Premier League-ում նախորդ շաբաթը հարուստ էր հետաքրքիր արդյունքներով, 23-րդ տուրը ամբողջությամբ ավարտվեց եւ ժամանակն է քննարկելու գրանցված արդյունքները։ Երևի թե արդեն պաշտոնապես մենք պետք է սահմանենք, որ ունենք առաջնություն, որը օֆիցիալ արդեն բաժանվել է երկու մասի, առաջին հնգյակ եւ երկրորդ հնգյակ, դա արդեն պարզվեր նախորդ երկու տուրերից հետո էլ, եւ ստորին հնգյակի ակումբներից եւ ոչ մեկը ստաբիլությամբ աչքի չի ընկնում։ Եթե նրանցից անգամ ամենավերջին հորիզոնականը զբաղեցնող Արարատը կարող է հաղթել հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկին, օրինակ նույն Փյունիկին, հաջորդ իսկ խաղերի ընթացքում նա իր ոչ ստաբիլ ելույթներով ապացուցում է, որ մեկ խաղի շուրջ ունենալով ու ծախսելով այդքան մեծ տրամադրվածություն ու ռեսուրս, հետագայում նրանք մրցունակ չեն կարողանում մնալ։ Իրանք իրեն մեջ խաղերում բոլորը բոլորին կարող են հաղթել։ Վանը Գանձասարին, Գանձասարը Շիրակին, ԲԿՄ-ն Արարատին, Արարատը ԲԿՄ-ին Գանձասարին։ Կարճ ասած, այստեղ այնպիսի տպավորություն է, որ նրանք իրապես կարող են մեկական խաղ հաղթել առաջին հնգյակի բոլոր ակումբներին, Նոային, Արարատ Արմենիային կարող են ոչ ոքիներ կորզել, կարող են դիմանալ, պայքար առաջադրել առաջին հնգյակի թեմերին, բայց երբ բանը հասնում է իրար մեջ խաղերին, այստեղ եւ ոչ մեկը նրանցից ստաբիլությամբ աչքի չի ընկնում։ Ահա եւ ստորին հորիզոնականները զբաղեցնող Վանի եւ ԲԿՄ-ի հանդիպումը դրա վառ օրինակն էր, այստեղ ԲԿՄ-ն մրցակցի արկի տակ հաղթեց 2-1 հաշվով։ Դա այն պարագայում, երբ Վանը ինչ որ մի պա առաջին աշնանային հատվածից հետո անգամ թվում էր, թե կարող է հավակնել մոտ գտնվելու առաջին հնգյակին։ Իսկ հիմա պարզապես հասկանալու համար 5-րդ հորիզոնականում գտնվող Նոան 21 խաղից ունի 42 միավոր, նրանից մեկ հորիզոնական ներքև Վանն է, որը 23 խաղ է անցկացրել, այսինքն երկու հանդիպում էլ ավել, բայց ունի ընդամենը 25 միավոր։ Եվ այսքանով թեման ավարտվում է, թե ինչ է կատարվում Աղյուսակի վերնամասի ակումբների միջև պայքարում եւ ստորին հորիզոնականների միջև։ Խաղային օրվա երևի թե այդպես ձևակերպենք ու տուրի տեսանկյունից ամենամեծ հետաքրքրությունը առաջացնող հանդիպումներից մեկը Փյունիկ Ուրարտուն էր։ Ավանդապես Երևանյան այդ երկու ֆուտբոլային ակադեմիաների, մեծ ակադեմիաների միջև պայքարը առանձնատուկ հետաքրքրություն է առաջացնում։ Ավանի ակադեմիայում Փյունիկը
բավական վստահ տեսք ուներ, այսպես ասեմ։ 2 գոլ էր խփել, թվում է թե պահերը ավելի շատ էին, անգամ ավելի մեծ ու խոշոր կարող էր լինել առավելությունը, սակայն Ուրարտուն առանձնանում է առասարակ այս առաջնությունում, թե նախորդ առաջնություններում էլ այնպիսի տպավորություն ունկալում կա, որ հատուկ հենց Ուրարտուի հետ խաղերում երբեք չպետք է մոռանաս, որ եղբայր, անգամ եթե դու հաղթում ես 2-0, անգամ 3-0, միշտ նկատի ունեցի, որ քո մրցակիցը Ուրարտուն է, եւ սա այդ հերթական դեպքերից մեկն էր։ Ուրարտուն կարողանում է կրճատել տարբերությունը եւ վերջին րոպեները Փյունիկի համար ուղղակիորեն կյանքի եւ մահվան րոպեներ դարձան, դժվարին պայքար, որտեղ որ իրապես ամեն ինչ կարող էր հասնել նրան, որ գրանցվեր ոչ ոքի։ Տուրի եւս մեկ հետաքրքիր հանդիպում արդեն բաժին հասավ Արմավիրին, Հակոբ Տոնոյանի անվան մարզադաշտին, որտեղ Ալաշկերտը ընդունեց Նոային։ Վահե Գևորգյանը վերջին մրցաշրջանների ընթացքում, ավելի ճիշտ, ինչպես նաև մրցաշարերի ընթացքում, թե Գավաթի խաղարկությունում, թե Հայաստանի առաջնությունում, նրա գլխավորած թիմերը պարբերաբար ցույց են տվել հենց Նոային, որ իրենք շատ լավ հասկացել են Նոայի դեմ խաղի հնարավոր ձեռագրերը։ Նա իրապես այդ մրցակցին շատ լավ է զգում եւ հասկանում է ինչ պետք է հակադրել, որտեղ սեղմել եւ ինչքան որպեսի դա իր համար ընդունելի արդյունք տա։ Այս խաղում եւս ակնհայտ էր, որ գոլային պահերով, ինչպես նաեւ խաղադաշտում հարց լուծելու ցանկության տեսանկյունից, իհարկե ցանկության տեսանկյունից կարող է դա սխալ լինի, որովհետև վստահ եմ նույն Նոան միանշանակ պայքարում է չեմպիոնության համար եւ եթե ասես մեղադրես, որ նրանց մոտ ցանկություն չկար, ոչ, ես պարզապես խոսում եմ, երբ հանդիպումը դիտում ես կողքից հետևողի աչքերով։ Թվում էր թե դաշտում իրապես Ալաշկերտը ցանկանում է սեղմել, հասցնել մինչև այն պահ, որպեսզի իր ցանկությունը դոմինանտ լինի։ Նոան գրոհում էր, Նոան փորձում էր պատժել Ալաշկերտի այդ նպատակային հարվածները, Ալաշկերտը հաշվի մեջ առաջ անցավ, բայց հետո Նոան ուղղակիորեն ֆանտաստիկ գեղեցկության գոլով պատասխանեց եւ կարողացավ դիմակայությունից հեռանալ 1 միավորով։ Այս ամենը ի նպաստ էր Արարատ Արմենիայի համար, որը տուրի վերջին խաղում ընդունելու էր ակնհայտ հետնապահին Արարատին, որը ցավագին հարված էր հասցրել Փյունիկին։ Արարատ Արմենյանը ուղղակիորեն դաս տվեց, թե ինչպես պետք է նման խաղերը հաղթել, շաշ չտալ մրցակցին, պատժել, ամեն հնարավորություն օգտագործել, որը չկարողացավ ի դեպ անել Փյունիկը, որ դոմինանտ հանդիպում անցկացրեց, տասնյակ պահեր ունեցավ եւ մինչեւ հանդիպման վերջնամասը բաց էր մնացել հարցը, քանի որ հուսատախտակին 0-ներ էին։ Ահա այդ տեսանկյունից Արարատ Արմենյան լրիվ 180 աստիճան հակառակ սցենարով գծեց իր հանդիպման ընթացքը, առաջին խաղակեսում 2 գոլ, հետո նույնքան նաև երկրորդ խաղակեսում, հանդիպման ընթացքում նաև հետրիկով աչքի ընկավ Արթուր Սերոփյանը։ Հերթական կարևոր հաղթանակը Արարատ Արմենիայի համար, որը լիդերն է մրցաշարի նախյուսակում 48 միավորով առաջին հորիզոնականն է զբաղեցնում, անցկացրել է 22 հանդիպում։ Ուրարտուն չնայած պարտությանը երկրորդ տեղում է 23 խաղից հետո 45 միավոր, Փյունիկը երրորդն է 21 խաղից 44 միավորով, Ալաշկերտը 23-ից 43, 4-րդ հորիզոնականում է եւ 5-րդը, ինչպես ասացի, Նոան է 21 խաղից հետո 42 միավորով։ Մեր առաջնությունը ել ավելի մեծ հետաքրքրություն է իր շուրջ առաջացնում, քանի որ վերջին տարիներին մեր ակումբների գրացած եվրոպական հաջողությունները տվել են հնարավորություն մնալու եվրոպական խոշորացույցի տակ, հիմա արդեն շատ ավելի լուրջ ու շատիր են մեզ հետևում, տարբեր կայքեր, ռեսուրսներ հետևում են եւ արձանագրում, որ թեժագույն պայքար կա մեր առաջնությունում եւ ըստ էության 5 ակումբ շարունակում են թե ռեալ, թե տեսականորեն հավակնել, այդ տեսականորենի գործակիցը 0.ամբողջի հավասար չէ, այն ռեալ տոկոս է, հնարավորություն հաղթելու այս առաջնությունում։ Դե իհարկե շատ բան կախված է նրանից, թե նա քանի հանդիպում դեռևս ունի եւ քանիսն է օրինակ առաջին հնգյակի թիմերը, քանիսն է ստորին հնգյակից եւ որքանով է իրատեսական, որ ներկայիս պայմաններում նա կարողանա բոլոր հաջորդիվ
հանդիպումները հաղթել եւ որքան է հավանականությունը, որ նրա հիմնական եւ առանցքային մրցակիցները կկորցնեն միավորներ։ Այդ տեսանկյունից այն բացառիկ առաջնություն է եւ համեմատելի չէ եվրոպական որևէ առաջնության հետ։ Նմանատիպ մոտավոր սցենար հասունանում է օրինակ Ավստրիայում, բայց այնտեղ էլ 3-ն են, վերապահումներով 4-ը եւ կա եւս մեկ առաջնություն եւ սահուն ես Հայաստանի առաջնությունից կգնամ դեպի այդ մեկը, քանի որ այս տարի մեծագույն հետաքրքրությամբ ես հետևում եմ Շոտլանդիայի առաջնությանը եւ այն հարցին թե ինչու եմ ես դա այդպես անում, կբացատրեմ հաջորդիվ։ Այսպիսով, ինչու է այս տարի այս մրցաշրջանում ինձ հետաքրքիր դարձել Շոտլանդիայի ֆուտբոլի ներքին առաջնությունը, այն կոչվում է Premiership։ Ասեմ, բոլոր նրանք, ովքեր որ ֆուտբոլ շատ են սիրում եւ նրանց ծանոթ է Sir Alex Ferguson անուն ազգանունը, կիմանան, որ մինչև Manchester United-ը գլխավորելը նա հանդիսանում էր շոտլանդական Aberdeen ակումբի գլխավոր մարզիչը։ Իսկ ինչ առանձնահատկություն կա Շոտլանդիայի առաջնությունում։ Շոտլանդիայի առաջնությունը մեծ հաշվով դա երկու մրցակից մշակութապես, ազգային, էթնիկ եւ տարբեր հողերի վրա պայմանավորված հակամարտություն է Celtic-ի եւ Rangers-ի միջև։ Նրանք պարզապես իրար միջև կիսում են գրեթե բոլոր տիտղոսները։ Հատկապես Շոտլանդիայի առաջնությունում չկա եւ որևէ մի ակումբ, որը կարող է տիտղոսների քանակով մրցակցել այս երկուսի հետ։ Վերջին անգամ մինչև հիմա ակումբ, որը մեկ անգամ 2 տարի իրա վրա հաղթել է, դա հենց եղել է Sir Alex Ferguson-ի գլխավորած Aberdeen-ը։ Դա հիմա արդեն հեռավոր 1983-84 եւ 84-85 մրցաշրջանների ընթացքում է եղել։ Եվ պատկերացրեք, դրանից հետո պարզապես ամեն հաջորդ տարի Aberdeen-ի հաջողություններից հետո կամ հաղթում է Celtic-ը, կամ հաղթում է Rangers-ը։ Եղավ ժամանակ, երբ Rangers-ին ընդհանրապես դուրս մղեցին top լիգայից եւ Aberdeen-ը շատ մոտիկ էր, գիտեք, 4-5 մրցաշրջան նրանք պարբերաբար բռնում էին երկրորդ հորիզոնականը, նվաճում արծաթե մեդալներ եւ թվում էր այդ ընթացքում հնարավոր կլինի գեթ մեկ անգամ իրապես պայքարել եւ այնպես անել, որ Aberdeen-ը, որը միակն էր, այդ շարքում, որը ինչ-որ մի բան հաղթել եւ հավակնություն էր ներկայացրել, գոնե Rangers-ի բացակայության պայմաններում Celtic-ին էլ կարողանա մրցակցություն ապահովել եւ դառնալ չեմպիոն։ Բայց այդպես տեղի չունեցավ եւ 85 թվականի 4-րդ չեմպիոնությունը Aberdeen-ի համար այդպես էլ մնաց 4-րդը, բայց այս տարի իդեպ Շոտլանդիայի առաջնություն անցկացման մրցակարգը հետևյալն է, նրանք առաջնության ընթացքում իրար հետ հանդիպումներ են անցկացնում եւ ձևավորվում է երկու խումբ, առաջին վեցնյակի եւ երկրորդ, հետո նրանք արդեն իրար միջև հետագայում նորից հանդիպում են, մեկ շրջան անցկացնում, փաստացի կա չեմպիոնության համար պայքարողների խումբ եւ նրանց, ովքեր որ պետք է առաջնությունը պոտենցիալ կերպով լքեն։ Հիմա այս մրցաշարի այդ առաջին հատվածը մինչև նրանց սահմանազատումն ու բաժանումը երկու խմբերի առաջին հորիզոնականում էին Շոտլանդիայի սրտերը։ Հարց ակումբը առաջին տեղում էր, վստահ հաղթանակներ է տարել, պարտվել է նաև առաջատարներին, այդ թվում եւ Rangers-ին եւ Celtic-ին, բայց նաև պատասխան հանդիպումներում հաջողություններ գրանցել, վստահ տեսք է ունեցել ամբողջ առաջնության ընթացքում եւ կրկնում եմ, ընդհանուր պայքարը եզրափակել հարցը առաջին տեղում։ Հիմա արդեն այդ վերջնական փուլն է եւ վերջնական փուլի իսկ իդեպ ասեմ խոստովանեմ, որ այս ընթացքում ոչ մեկ անգամ ես հնարավորություն եմ ունեցել մեր սպորտային ալիքներից վստահ եմ բոլորդ գիտեք Fast TV-ն նա OTT հարթակում առաջարկում է վճարովի տարբերակով դիտել Շոտլանդիայի առաջնությունը, եթե տանը ես սիրում եմ պերմանենտ ֆոնային լինի միշտ ֆուտբոլ եւ եթե հնարավորություն կա հետևելու Շոտլանդիայի առաջնությանը, ինչու՞ չէ, մանավանդ բացառիկ առաջնություն է ստացվում, հարցը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, ինչու՞ չէ միացնել եւ հետևել։ Սա 4-րդ հանդիպումն էր, հանգստյան օրերին ես դիտեցի նրանց հերթական արդեն
շատ լոկալ Հիբերնյանի հետ խաղը, որը լոկալ դերբի է, հենց այդ դիմակայությունը Հիբերնյանի հարկի տակ անցավ, նայեցի, խելահեղ հանդիպում էր, ուղղակիորեն իրար, որ ասում էր, սպանում էին, բարի բուն իմաստով, իրական պայքար, շոտլանդական տղամարդավարի ֆուտբոլ, հարցը պարտվում էր հանդիպման ընթացքում, սակայն հետագայում տեղի ունեցան զարմանահրաշ իրադարձություններ, նախ եւ առաջ կարմիր ստացավ Հիբերնյանի դարպասապահ, հետո էլ ավելի տենց շատ կոշտ պայքարի արդյունքում եւս մեկ ֆուտբոլիստ Պասլակին երկրորդ տեղինը ցույց տալով կարմիր արդյունքում եւ նա թողնում է Հիբերնյանին 9 հոգով հետագա րոպեների ընթացքում Օհարան եւ Սպիտալը կարողանում են մեկական գնդակ խփել եւ գերկարևոր 3 միավորով արդեն 73 միավոր ունի իր ակտիվում հարցը առաջին հորիզոնականում է 3 միավոր զիջում է Սելթիկը 70 ունի եւ իդեպ հավասար միավորների պայմաններում գոնե Սելթիկի հետ հարցը առաջին տեղն է զբաղեցնում այսինքն պայմանականորեն 4 միավոր է հետ մնում Սելտիկը, եթե այդպես ձևակերպենք, իսկ Ռեյնջերսը, որը ունի 69 միավոր եւ նա հենց 4 միավոր զիջող եւս մեկ հնարավոր պոտենցիալ չեմպիոնության համար պայքարող ակումբներից է, նա էլ իր հերթին այս տուրում Մաթերվելին պարտության չկարողացավ մատնել, դեռ ավելին հենց ինքը սեփական արկի տակ 3-2 հաշվով զիջեց եւ հաջորդիվ տուրերը մեզ շատ հետաքրքիր պայքար են առաջարկում եւ ստեղից էլ օգտվելով առիթից, եթե արդեն կա ռեալ հնարավորություն, ասեմ, որ այդ հնարավորությունից կարող եք օգտվել պատմական պահ է ֆուտբոլի, այսպես ասած, ոչ տրադիցիոնալ, ոչ թոփ լիգաներին հետևող մարդկանց համար, ովքեր որ իրոք սիրում են լոկալ ֆուտբոլները, տեղի իրադարձությունները, ինտրիգներ, թեժ պայքար, հավատացնում եմ Հայաստանի առաջնության պես թեժ պայքար է այստեղ եւ հարցի հաջողությունը հավատացնում եմ, եթե մանավանդ դուք հիմա այս պայից սկսած, ինձ եք լսել եւ սկսել եք հետեւել Շոտլանդիայի առաջնությանը, հավատացնում եմ, եթե հարցը գալիք երկու տուրերում տոնի հաղթանակներ, իսկ այդտեղ հանդիպում է սեփական արկի տակ Ռեյնջերսի դեմ եւ նույն Մաթերվոլի, այնտեղ կա նաեւ Celtic Rangers ֆանտաստիկ դերբին, կարող է այնպես դասավորվել, որ արդյունքում վերջին երկու տուրերից առաջ հենց հարցը դառնա Շոտլանդիայի չեմպիոն։ Դե իսկ վերջին տուրում բաժին է հասնելու հենց Celtic հարց դիմակայությունը եւ նույնպես սցենարային տարբեր հնարավորությունների եւ արդյունքների պարագայում կարող է հենց չեմպիոնությունը այդ վերջին խաղում որոշվել։ Ինչ իմանաս։ Այսքանը Շոտլանդիայի առաջնության մասին։ Կրկնում եմ, այս պայից սկսած հետևեք այդ առաջնությունը մանավանդ, որ կա ռեալ իրական հնարավորություն, գիտեք տեղն ու ձևը, շատերդ վստահ եմ դիտում եք ֆաստով հանդիպումները թոփ լիգաներում եւ չէ որ կրկնում եմ, հարցի չեմպիոնության դեպքում հավատացնում եմ համաշխարհային մեդիան այդ մասին է, սպորտային մեդիան միայն այդ մասին է խոսելու։ Տասնամյակներ գրեթե 40 տարի եւ ավել անց Շոտլանդիան կունենա նոր անուն չեմպիոնական տիտղոսի համար պայքարած թիմի նոր անուն իսկ դա ֆուտբոլային այնպիսի եկեք այդպես էլ ասենք գերտերության համար երկրի որը կանգնած է ֆուտբոլի ակունքներում դա գերբացառիկ արդյունք է դե այսքանը Շոտլանդիայի առաջնության գովազդային այս ընդմիջումը դաթար վերցնի, մենք կանրադառնանք հաջորդ թողարկումներին, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, իսկ հիմա ժամանակն է վերադառնալու եւ գնալու դեպի թոփ լիգաներ։ Դերևս շատերի համար ու շատերի կողմից քննարկվող ամենահետաքրքիր մրցաշարերից մեկը Անգլիայի առաջնությունը թեվակողել են հիմնական փուլը, երբ ամեն մի խաղ արդեն եզրափակ չի ու եզրափակիչ 3 միավորի արժեք է ստանում, Արսենալը ուղղակիորեն վերջին հանդիպումների ընթացքում խայտարակ արդյունքներ էր գրանցում, հարցականի տակ դրեց բոլոր հնարավոր մրցաշարերում իր հաղթողի կոչման հնարավորությունը։ Պայքարում է մնացել Չեմպիոնների լիգայում, պայքարում է նաև Անգլիայի առաջնությունում, բայց երկու անընդմեջ պարտությունները եւ հետո այս վերջին տուրի խաղում իր համար 34-րդ խաղում նա մի կերպ կարողանում է նվազագույն հաշվով
հաղթել Newcastle United-ին, Manchester City-ն 3 միավոր ավելի քիչ ունի, բայց նաև 1 հանդիպում ունի իր ձեռքի տակ եւ հավասար միավորների պայմաններում նա դուրս է գալիս առաջին տեղ։ Առանձնահատուկ պետք է խոսենք նաև relegation zone-ում գտնվող անհաջողակների մասին, այստեղ մեծ հաշվով պայքարը մնացել է 2 լոնդոնյան ակումբների միջև, որ պետք է հետևել, անհաջողակը կլինի West Ham United-ը, թե Tottenham Hotspur-ը, դա արդեն հարց է, որը ուղղակիորեն օդում սենց կախված է, ընդամենը 4 հանդիպում նրանց համար, նա մյուս 2 անհաջողակների անունները հայտնի են, ավելի վաղ Wolves-ն էր այդ տիտղոսը նվաճել, գլխավոր անհաջողակին նրան միացավ նաև Burnley-ն եւ Tottenham-ը իր վերջին խաղում իդեպ մեկ այլ անհաջողակի նույն Wolves-ին կարողացավ պարտության մատնել, բայց եւ հաղթանակ տարավ West Ham-ը 2-1 հաշվով հաղթելով Everton-ին, այնպես որ այդ տարբերությունը միավորների նրանց միջև 2 միավորի տարբերություն կա, մնում է Nottingham-ն էլ ֆանտաստիկ բարձրապես խաղերի շարք է առաջարկել մրցակիցներին, այս հետին հորիզոնականում գտնվող իր հնարավոր մրցակիցներին, նա պարտություն չի կրում վերջին 5 խաղերում, այդ թվում նաև նույնպիսի արդյունք է գրանցել այդ տեսանկյունից նաև Leeds-ը, բայց Leeds-ը գոնե 5-ից 3-ը ոչ ոքի է խաղացել, իսկ այստեղ Nottingham Forest-ը 5-ից 2-ն է ոչ ոքի խաղացել եւ տալ էր 3 հաղթանակ, հիմա նրանք ունեն արդեն համապատասխանաբար 39 եւ 40 միավոր, 40 միավոր ունի Leeds-ը եւ ըստ էության նրանց հնարավորությունը հաջորդ տուրերում եւ ցուցադրած խաղի որակը ցույց է տալիս, որ մեղմ ասած նրանք հավակնությունները, որ կլինեն անհաջողակների շարքում մինիմալի է, անգամ տոկոս չի կազմում։ Եվ այսպիսով անհաջողակի այդ նույն կրկնում եմ տիտղոսի համար վերջին 3-րդ տեղը պետք է բաժին հասնի կամ West Ham-ին կամ Tottenham-ին։ Ինչ կա այստեղ հետաքրքիր այդ տեսանկյունից։ Championship-ում մի այնպիսի ակումբ է պայքարում ուղեգիր ստանալու համար, որը կզարդարեր գալիք մրցաշրջանը եւ այդպիսին ամենատհաճ ակումբներից մեկն է, թե Լոնդոնի, թե ամբողջ Անգլիայի, դա Millwall-ն է, նրանք 3-րդ տեղում են եւ Ipswich-ը, որը 2-րդ հորիզոնականում է, շատ քիչ փոքրիկ առավելություն ունի Millwall-ի նկատմամբ, Millwall-ը նվազագույնը այս պայդրությամբ play-off-ի ուղեգիրեր է իր համար երաշխավորել եւ կհավակնի այդ 3-րդ անցումային ուղեգիրը նվաճել, բայց կարող է նաեւ եզրափակել Championship-ը 2-րդ տեղում եւ ուղղակիորեն հայտնվել Premier League-ում։ Դա ինչ կտա, դա մեզ կտա լոնդոնյան ֆանտաստիկ մեկ այլ դերբի West Ham Millwall, բայց այն դեպքում, եթե West Ham-ը կարողանա Tottenham-ի հետ պայքարում պահպանել իր տեղը եւ մնալ 17-րդ հորիզոնականում։ Այսինքն, թե այս մրցաշրջանը իր երթին այդ հետին հորիզոնականները զբաղեցնող ակումբների համար է հետաքրքիր, թե բոլոր նրանց, ովքեր որ անգլիական ֆուտբոլի սիրահարներ են եւ երկարաժամկետ պլաններ են գծում եւ եկող մրցաշրջանի համար սպասում են ֆիլմային դիմակայության West Ham Millwall։ Բոլոր նրանք, ովքեր որ չգիտեն թե ու չեն պատկերացնում այդ ինչ հակամարտություն է, Elijah Wood-ի մասնակցությամբ ֆիլմն եմ առաջարկում ձեզ դիտել, մինչև այդ հնարավոր սցենարի կյանքի կոչվելը, այդտեղ ֆիլմը ֆանտաստիկ ֆիլմ երկրպագուների մասին, ֆուտբոլային, որտեղ որ ֆուտբոլը կրկնում եմ այդտեղ երկրորդական դերում է, արդեն ավելի շատ հենց ֆաների կյանքն է եւ թե ինչ աստիճան հակամարտություն է, ինչպիսի ընկալում կա West Ham-ի եւ Millwall-ի երկրպագուների միջև, որը 1 դարի եւ ավելի պատմություն ունի։ Այնպես որ հուսամ ինչ որ սցենարում, ինչ որ մի իրականություն նախ եւ առաջ մենք Millwall-ին կտեսնենք, որ առանձնահատուկ կրկնում եմ ամբողջ Անգլիայում բոլորի կողմից ամենաատելի ակումբներից մեկն է, դա անգամ նրանց մոտոներից մեկն է, ոչ մեկ մեզ չի սիրում եւ մեզ դա մեծ հաշվով չի էլ հետաքրքրում։ Այդպիսի երկրպագուներ նրանք ունեն։ Եվ ինչ պայմանների դեպքում մենք կտեսնենք նաև Անգլիայի մոռացված, բայց շատ հետաքրքիր դերբիներից մեկը։ Թերևս այսքանը այս շաբաթվա համար հետաքրքիր իրադարձություններ արդեն ապագայի վրա ես ձեզ ծանոթացրի, պատմեցի, այնպես որ բոլորին հետևելու ենք մենք
այդ ամենը գալիք շաբաթների ամենագլխավոր թեմաներից մեկն է լինելու, այնպես որ դուք էլ մնացեք Բուն TV եթերում, պարբերաբար մեր եթերները դիտեք, լայքեք, տարածեք, չէ որ մենք հանդիպելու ենք գալիք շաբաթ օրինակ, գալիք երեքշաբթի, այնպես որ հաջողություն եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ